Բարև ձեզ հարգելիներս, այսօր մեր Ars podcast հաղորդաշարի շրջանակներում մենք հյուրընկալել ենք փաստաբան Արսեն Բաբայանին, բարի գալուստ մեր հաղորդաշար, պարոն Բաբայան։ Արսեն ջան, Ars podcast-ում Արսեններն են, հա, պաստորենս։ Այո, այսօր գերակշռող մասան Արսեններն են։ Շնորհակալ եմ հրավերի համար, այս առիթի համար, ու վստահ եմ, որ շատ լավ ստացվելու մեր առաջին հանդիպումը։ Փորձենք Աստված առաջ եւ միանգամից անցնեմ հարցերին։ Դուք իմ համար վաղուց սպասված հյուր եք։ Շնորհակալ։ Քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գնահատականը իհարկե դուք կդաք ոչ պրոֆեսիոնալ աչքով անարխիա է։ Ինչպես կարա իմ նման հասարակ քաղաքացին տարբերակի քաղբանդարգյալին եւ ձևացրած քաղբանդարգյալներից ինչ բան կա, այդ որ ես կարող եմ տարբերակ նշանալ։ Շատ լավ հարց է Արսեն ջան։ Նայի, եվրոպական խորհուրդը, խորհրդանական վեհաժողովը այդպիսի բազմաթիվ բանաձևեր ունի։ Տարբեր այդպես է միջազգային կազմակերպություններ բանաձևեր ունեն, բայց հիմա փորձենք մենք ավելի հասկանալի այդ հենց որ մարդը ուղղակի փորձի հասկանալ, թե ի վերջո այդքան որ ասում են քաղբանդարգյալ է, ոնց որոշեցին որ քաղբանդարգյալ։ Այո։ Առաջին հարցը հետևյալն է։ Այն անձը, որին կալանավորում են, ձերբակալում են, ինչ արել, ինչ հանցանքա կատարել։ Ինքը մի հատ փորձի ցանկացած մարդ իր միջով մի հատ անցկացնի։ Այդ մարդը կարող էր արդյոք այդ հանցանքը անել։ Եվ եթե այս երկու պատասխանները երկուսից գոնե մեկն էլ ստանում է ոչ, մի հատ էլ համադրում է դրա հետ, իսկ այս մարդուց ինչ են ուզում։ Ու տեսնում են որ այս մարդը ոնց որ թե ակտիվ քննադատությամբ է զբաղվել քաղաքական իշխանություններին, ակնհայտ է դառնում, որ այս մարդու հետ այս կալանավորումը ինչ-որ բան են չի։ Կամ բոլորս էլ մեր շրջապատում, մեր տարբեր ընկերական շրջապատում լսել են, չէ՞ բազմաթիվ դեպքեր կա։ Մեկը սպանության համար է մեղադրվում, տնային կալանքում է։ Այն մյուսը չգիտեմ ինչի համար գողություն արել, ազատության մեջ է, այն մյուսը էս։ Մեկ էլ տեսնում ենք մի մարդ, որը քաղաքականության մեջ ակտիվ քննադատ է, ակտիվ դեր ունի։ Ու ինչ որ մի թեկուզ եւ թվացial այդ նախնական սկզբնական շրջանում թվացial իրական մեղադրանքով հսկարար դրսում են, բայց այդ մարդը հիմա կալանքի տակ է։ Ուրեմն ակնհայտ է, չէ՞ մի բան մեջ չի։ Սա արդեն մենք գործում ենք խտրական վերաբերմունքի հետ։ Խտրական վերաբերմունք պայմանավորված կոնկրետ այդ անձով։ Հիմա որպեսզի ավելի հասկանալի դառնա, կարող մի քանի օրինակների վրա օրինակ քննարկել։ Օրինակ ես կուզենամ մեկ օրինակի վրա սևեռվենք, ինչու համար, որովհետև իմ մոտ այդ մարդը հյուր եղավ ու մի քանի օրից ձերբակալվեց։ Իմ ընկերոջ մասին է։ Ես չգիտեմ, միգուցե դեր ընկերն է, բայց արեք խոսենք ոչ թե ընկերոջ մասին, այլ խոսենք քաղաքական գործիչի մասին։ Պրոֆեսոր մարդ հետը խոսելուց ամաչում ես, որ դու գիտելիքներով շատ հետ ես այդ մարդուց։ Հայրենասիրություն, գիտելիքներ, համեստություն։ Ես օրինակ չեմ պատկերացնում այդ մարդը ինչ հացակ կարա ունի։ Դա խոսքը Խաչիկ Գալստյանի մասին է։ Հայրենի կուսակցության քարտուղար։ Այո, մեր կուսակցության քարտուղար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Այ խնդրեմ, իր օրինակով կարող եք ասել։ Ինչու օրինակ Խաչիկ Գալստյանը ընկնում է քաղբանդարգյալների այդ մեջ։ Խաչիկ Գալստյանին առաջադրված մեղադրանքը շատ անհեթեթ է։ Բայց միջև էլ այդ անհեթեթությանը գալը մի հատ հանգամանք հասկանա։ Դեկտեմբերի 10-ից բարձվում է ինչ-որ ինֆորմացիաներ են ստացել, որ վաղ շաբաթի ընտրություններով ոնց որ թե ընտրակաշառք է բաժանվել։ Քննել են, կամ չեն քննել, որոշ անձանց ձերբակալել են, թվացial քննել են։ Մեկ էլ դեկտեմբերի 30-ին, այսինքն նոր տարուց մի օր առաջ, գալիս են մտնում են Գալստյանից բնակարան խոզարկում են, Գալստյանին ձերբակալում տանում են ու ասում են այն ընտրակաշառքի հետ կապված դու կապ ունես, դու մեղադրվում ես ընտրակաշառք բաժանելու մեջ։ Հիմա երբ որ վերցնում ես նյութերը կամ երբ որ մենք խոսում ենք այս մասին, տեսնում ենք որ դեկտեմբերի 11-ին 10-ին էր կամ 11-ին էր որոշակի գործողություններ իրենք որ արել, այդ օրվանից հետո գրեթե ոչինչ չեն արել, մեկ էլ հոպ նոր տարուց մեկ օր առաջ եկել են ձերբակալել են։ Հիմա այս ամեն ինչը ակնհայտ չի դարձնում, որ նպատակը եղել է ոչ թե բացահայտել, ապացուցել, որ ինչ-որ հանցագործություն է եղել, այլ Խաչիկին չթողնել, որ ինքը իր երեխու ու իր ընտանիքի հետ նոր տարին նշի։ Ցավեցնել։ Բնականաբար, վախեցնել, ցավեցնել,
ինչ-որ բան հասկացնել։ Սրան էլ համադրում են Գալստյանը վերջին շրջանում բավականին ակտիվ հանրային գործունեությամբ էր զբաղվում նկատի ունեմ հրապարակային։ Շատ առողջ, շատ լուրջ քննադատություններ հնչեցնում։ Հիմնավոր, հա, այդ առողջ լուրջ նաև հիմնավոր ամենակարևորը, ու հանկարծ Գալստյանի հետ կապված մարդ, որը իր ամբողջ գիտակից կյանքի սկզբունքների մեջ կոռուպցիոն որևէ երևույթ ընդունելի չի եղել, իր ամբողջ դասախոսա երկար տարիների բազմաթիվ հարյուրավոր ուսանողներ ա ունեցել այդ մարդու մոտ։ սերունդներ ա կրտել կարելի Բայց ասել։ այդ բոլոր իր ուսանողները ամենօրյա շփումների մեջ առնվազն հասկացել են, որ Գալստյանը ու կոռուպցիան նրանք իրարից այնքան հեռու են, որ երբ որ ասենք Գալստյան Խաչիկ ասես ու կոռուպցիա, որ ու ասես ինքը կոռուպցիոն հանցագործության մեջ է մեղադրվում, կաշառք բաժանելու, առաջին ծիծաղն առաջացնում է դա, այդ ամենի առաջին ծիծաղ առաջացնում։ Բայց երբ որ գալիս են նոր տարուց մի օր առաջ, այդ մարդուն այդ տղուն բռնում են, տանում են, նստացնում են բերդում, ծիծաղը վերափոխվում է ուրիշ բանի։ Պարոն Բաբայան, ինչու է թիրախավորվում հայրենիք կուսակցությունը։ Տեսեք, ես շատ մարդկանց հետ եմ շփվում, քաղաքական դաշտի, ընդդիմադիր, իշխանության կողմից, իրանք բոլորը ասում են հայրենիք կուսակցությունը 0։ Հետ այս ապագա ընտրություններին ինքը դերակատարություն չունի ու չի ունենալու։ Ես իրանց իհարկե հարց եմ տալիս, որպես անկախ մարդ, ուղղակի ժողովրդի միջից ելած մարդ հարց եմ տալիս, ապա ինչու եք թիրախավորում դուք Վանեցյան Արթուրին, ձերբակալում եք Խաչիկյան։ Տեսեք, ասում եմ, իշխանական թևից էլ կա, ընդդիմության թևից ավելի շատ կա։ Ոչ թե իշխանականն է ավելի շատ, իշխանական ոնց որ գործողություններն է անում, բայց այդ գործողություններից առաջ նաև լսում ես այն մամուլում, որը իշխանական չի, որոց պիտի պաշտպանեք իրար, թիրախավորում է հայրենիք կուսակցության ղեկավարը, վերևին այդ Վերնախավը կուսակցական։ Ինչու՞, ինչ եք անում։ Հա, բայց ինչ եք անում։ Ասեմ։ Նախ որ իշխանությունն է տենց անում, այդ ինչ-որտեղ հասկանալի է։ Իշխանությունը բոլորի համար է նույն բանն ասում։ Իշխանության համար ինքն է միակը եւ վերջ, իրանից հետո ոչինչ չկա։ Այդ իր քաղաքականությունն է, թողնենք իրան։ Իշխանությունը բոլորի մասով է դա ասում, բայց իշխանության գործողությունները հակառակն են ապացուցում։ Բայց ինչ եք ընկել հետևներից ես։ Բայց Գալստյանին ինչի բռնեցիք։ Հենց այդ եմ ասում։ Բայց ինչի եք ամենօրյա ռեժիմում Արթուր Վանեցյանի նկատմամբ ամենավերջի ստորագույն ֆեյքերով, ֆեյք լուրերը տարածում, ձեր լրատվամիջոցներով։ Եվ որ 0 է, որ ընդհանրապես մտածելու բան չունի։ Թողեք մարդը դենց իր համար 0։ Հա, հենց այդ է հարցը։ Ինչ վերաբերում անդիմադիր ուժերին, այդ անդիմադիր ուժերին երևի պետք է նախ նայել իրանք ովքեր են, որոնք այդպիսի կարծիք ունեն, եւ ցավոք սրտի վերջին շրջանում ներընդդիմադիր այս բան կա, զվարթոցն ու այս մրցակցությունը կա։ Այսինքն ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են մյուս ուժերին քցեն, ստորացնեն, նսեմացնեն, ինչա թե իրանք բան դառնան։ Իսկ միգուցե վախենում են, որ թիմը շատ ամուր է ու նույնն է, չեն ծախում։ Իրանք փորձում են ցույց տալ կամ ամեն ինչ անել, որ այն մյուս ուժը քաղաքական միավորները ուղղակի բան անեն, հա, իրանց դիրքերը զիջեն, որ իրանց թվում է դրա հաշվին կարողանալու են իրենք բարձրանալ։ Մենք մի սկզբունք ունենք մեր կուսակցությունում, մեր ընկերներով, կուսակցական ընդդիմադիր ուժերին չեն քննադատում։ Ես դա նկատել եմ։ Հա, եթե տեսնես մեզանից որևէ մեկը, որևէ ընդդիմադիր ուժի, իրական ընդդիմադիր ուժի, եթե քննադատել, դրանք sense կարող է լինեն շատ ընկերական ուղղորդվելու ոնց է։ Կարող է առանձին խոսակցությունների ընթացքում, բայց երբեք ինչ որ հիմա մենք տեսնում ենք որոշ ուժերի մեջ ընդդիմադիր թշնամությունը, չգիտեմ ինչը, մենք նման բան չենք անում։ Ու հենց էս էլ մեր ուժն է։ Այ հենց էս էլ է մեր ուժն է, որ մարդիկ տեսնում են, որ մենք զբաղված ենք գործով, չենք թիրախավորում մեր գործընկերներին, որոնց հետ հետագայում հնարավոր է իրականում շատ առողջ բան լինի, համագործակցություն լինի։ Բայց հիմա դրել եք իրար հետ կամուրջներ եք այրում, չգիտեմ ինչեր եք անում։ Օրինակ այն խոսույթը, որ եղավ Էշմիածնի վաղաշաբաթի ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտից իմ համար զարմանալ էր, երբ որ ասացին հայրենիք կուսակցությունը փոշիացրեց ձայները Նիկոլ Փաշինյանի համար։ Ու դա ասել են ոչ թե սովորական կուսակցականներ, այլ կուսակցություն ղեկավարողները։ Կարծում եմ դա էլ է մտնում այդ նույն ծրագրի իմ ասած ծրագրի մեջ, որովհետև վաղաշաբթի ընտրությունները կամ Գյումրիի ընտրությունները կամ մյուս ընտրությունները նման ուժերի համար գուցե նախավարժանք է համապետական ընտրություններին։
Եվ հիմա փորձում են համապետական ընտրություններից առաջ իրենց խելքով, իրենց կարծիքով, այնուամենայնիվ չեմ ուզում շատ քննադատել նորից, բայց փորձում են իրենց դիրքավորում անել, բայց գիտես Արսեն ջան շատ են կասում։ Ում շահեր, այսինքն տեսեք, Ում հաշվին։ անդիմ այո, Ինչի՞ եք դուք։ ինչ եք ուզում թույլացնել մի ավելի շատ, լավ, տեսեք Խաչիկ Գալստյանի թեմային վերադառնալով, ինչքան որ հնարավոր է, էլի կարակ ասեք մեր ժողովրդին, թե ինչ է իրականում այդ գործի տակ ինչ կա։ Ես իմ իմացածը ասեմ, դուք ասեք ավելացնելու բան կա թե չէ, ասում են այն մասին, որ երկու ինչ որ քաղաքացիներ խոսել են իրար հետ հեռախոսով, որ մեկը մյուսին ասել է գնացի Խաչիկից ասեցի փող տվեք, որ էսը լինի, Խաչիկն ասեց մենք դրանով չենք զբաղվում։ Ինձ տենց է հասել, չգիտեմ, ինչքանով է ճիշտ։ Նախաքննական գաղտնիության սկզբում։ Դրա համար ասեցի, հա։ Ես չեմ կարա շատ ուղիղ պատասխաններ տամ, որ հանկարծ չլիթվի նախաքննական տվյալների հրապարակում, ես կամ հստակ ասեմ։ Խաչիկ Գալստյանի վերագրվող կաշառքի հետ կապված այդ հանցագազմի վերաբերյալ որևէ հստակ տվյալ գոյություն չունի, այսինքն չկա որևէ ապացուցողական բազա չկա։ Ապացույց գոյություն չունի, որը կարող է հիմնավորել, որ Գալստյան Խաչիկը առնչություն ունի որևէ հանցավոր երևույթի հետ եւ հատկապես ընտրակաշառքների հետ։ Այո, որոշակի խոսակցություններ եղել են որոշակի անձանց մեջ։ Քննարկվել են տարբեր հարցեր, որոնց մեջ այո կային գումարային հարցեր, բայց այդ քննարկված հարցերի մեջ ոչ միայն ընտրակաշառքը չկա, այլ ավելին քո ասացի մեջ կա մեծ ճշմարտություն, որ ընտրակաշառքը հերքող բազմաթիվ այդպիսի խոսակցություններ կան։ Բայց ինչ էր պետք էր դեկտեմբերի 30-ին Գալստյան Խաչիկին կալանավորել իրեն ու մեր մյուս ընկերներին, կուսակցականներին ինչ-որ բան հասկացնելու համար երևի, իրանք այդ քայլին դիմեցին։ Ամենամեծ խնդրեմը այստեղ այն է, որ ես որպես արդեն փաստաբան կամ իրավաբան մասնագիտորեն որոշակի առումներով պատասխաններ չեմ ունենում։ Ինչի՞ չեմ ունենում, որովհետև իրավունքից դուրս է այս ամեն ինչը։ Իրավաբանությունից դուրս է այս ամեն ինչը։ Իրավաբանորեն հնարավոր չի բացատրել, թե օրինակ գիտությունների դոկտոր պրոֆեսորը լավ, ամենամյուս ծայրահեղ միջոցը տնային կալանքում որ մնար, ինչ պետք է խանգարեր։ Կամ լավ այլ բան ասեմ, այս խոսակցությունների մասին վաղարշապատի այդ դեպքերով, որով որ կալանավորել են Խաչիկին Գալստյան, մենք վաղուց գիտենք, չէ՞, այդ ամեն ինչը նաև հրապարակային էլ կար, քննարկվում էր, այսինքն Գալստյանը որևէ բան արածներ, այդ ընթացքում փորձեր խոչընդոտել, կփախներ, այլ բաներ։ Այսինքն դա ինչու չի կիրառվել այլ միջոց, ասինքն։ Օրինակ ինչի՞ այլ ընտրական խափանան։ Այո։ Որն է դատարանի մտահոգությունը կամ բարոյ իրականացնող մարմնի մտահոգությունը, ասում է կխոչընդոտի գործի քննությունը։ Կփախնի, հա։ Չէ, փախնելը չէ, փախնելը չէ։ Բա որն է, ոնց կխոչընդոտի։ Օրինակ կգնա վկաների հետ կպայմանավորի, որ սենց կան վկաները, որոնք հնարավոր է դեռևս իհայտ չեն եկել։ Էսա, շատ լավ։ Բա որ իհայտ չեկան, ինչ ով է պատասխան տալու այդ մարդուն ընտանիքից հեռու լինելու էս։ Դե բա հենց այդ է հարցը, հենց այդ։ Կա ինչ-որ պատժիչ մեխանիզմ, եթե դադավոր է, կամ դադախազ։ Չէ, փող գումարայինի չեմ ասում։ Ուրիշ բան չկա, աշխատանքից ազատվել, բալային ինչ-որ համակարգ կա։ Չէ։ Եթե ակնհայտ աբորինություն է ատուլ տալիս պետական ծառայություն։ Սա աբորինություն չի։ Սա ակնհայտ է դեպքն է։ Ապա նրա նկատմամբ պետք է վերահասնի անգամ քրեական պատասխանատվություն։ Իսկ ո՞նց ես պատկերացնում, եթե իշխանության վերնախավն այս հանձնարարությունը տալիս։ Ինքը թողնի դες։ Հիմի մտահոգություններից խոսելուց ես ուզում եմ հետևյալ հարցը ձեզ տամ։ Տեսեք, մենք երկար տարիներ հույսերս միշտ դրել ենք եվրոպական դատարանի արտար լինելու վճիռների եւ այլն եւ այլն։ Դուք մտավախություն չունիք, որ իրանք սերտաճված են այսօրվա իշխանությունների հետ, Եվրոպանի նկատի ունեմ։ Շատ բաներից արդեն աշկ են փակում, լեգիտիմ են համարում այս ամեն ինչը ու յուրաքանչյուր գնացած գործը այդ նույն դատարան կարա լինի իօկուտ այս իշխանություններին։ Հետեւյալ նախնդիրը, այն որ եվրոպական կառույցները որոշակի բան են տվել, հա, ֆորա են տվել այս իշխանությանը, դա ակնհայտ է։ Եվ դա քաղաքական նպատակներից ելնելով։ Բայց այնուամենայնիվ իմ մոտ դեռ պահպանվում է այն համոզմունքը, որ եվրոպական կառույցները ինչքան էլ քաղաքական որոշակի շահերով պայմանավորված որոշակի sense աշկ փակոցիներ անեն, բայց միևնույնն է միջազգային արժանապատվությունից չեն անցնել։ Հայաստանի Հանրապետության իշխանության նման թքած չեն ունենա ամեն ինչի վրա։ Այսինքն կա մի սահման, որից հետո եվրոպացիները, եվրոպական դատարան կլինի, եվրոպական այլ կառույցներ կլինի, կասի դե լավ չէ, համահանում եք։ Կա այդպիսի սահման, ես կոնե տենց հույս ունեմ։ Այսինքն հիմնավորվում է ուղղակի sense դուք հույս ունեք։
Դե Չկա այս ժամանակ ընթացքում, այս ռեպրեսիաների ժամանակ ինչ-որ մի գործ, որ արդեն հասել է եվրոպական դատարան եւ դուք ունեք այդ հույսը արդեն փաստերի վրա Ցավոք ինը սրտի այդ process-ները երկարատև են, երկարաժամկետ է, մենք կարող ենք հասնել այդ արդյունքի։ Մենք քաղաքական process-ներում ունեցել ենք որոշակի դեպքեր սահմանադրական դատարանի հետ կապված, ոչ ամբողջական, բայց սահմանադրական դատարանի դատավորների եւ նաեւ այլ դատավորների, արդար դատավորների, որոնք այս իշխանությունը ուղղակի հեռացրել են աշխատանքից։ Դավիթ Հարությունյանը կլինի, Արթուր Ստեփանյան, էլի դատավորներ ունեինք։ Եվրոպական դատարանը իմ համոզմամբ ոչ լիարժեք, բայց որոշակի առումով բավարար նորմալ դատական ակտեր կայացրեց, մասնավորապես, որ պետությունը իրավունքները խախտել է այս նորմերը։ Պարոն Բաբայան, ո՞նց է լինում, որ Մասիս ինչ էր ազգան Մելքոնյանը այսենց հենց այն որը մեր կարծիքով օդից կախված լուրերով կամ մեր հենթադրությամբ իշխանության թելադրանքով են եղել այդ ձերբակալությունը եւ քրեական գործերը, հենց այդ մարդու մոտ են այդում ո՞նց է դա տեղի ունենում։ Առաջ ոնց որ կար sense խառը մի հատ կոմպյուտերներ որոշում, հիմի անել են դա։ Օրենքով հանել են, այսինքն կանոնների հարցերը դատարանի նախագահն է որոշում, որ դատավորն է։ Ահա, այսինքն դատարանի նախագահան այդ գործերը որոշում է, ասում է Մասիս ջան, դու ես։ Ավելին ասում, ավելի վատ բան ասում, նախ օրենքով դա փոխել են, բայց մենք մի հատ կանոն ունենք, որ շաբաթական հերթապահություն կա։ Այս շաբաթ հերթապահը ենթադրենք աջակնյակի դատարան։ Եթե ինչ որ բան ունեց ցանկացած կալանքի հարցերով աջակնյակի դատավորներն են քննելու կալանքների եւ այլն հարցեր։ Դե որովհետեւ մի բան քաղաքականության, քաղաքական գործերից դուրս են դրանները ռեժիմում աշխատանք կա, չէ՞։ Հանցագործություններ են տեղի ունենում, մարդիկ են ձերբակալվում։ Աջակնյակի դատարանը սովորական ընթացակարգով այդ օրերին տեղի ունեցող հանցագործությունների գործերով կալանավորման հարցեր են լուծում։ Հենց լինում է քաղաքական այդպիսի մի իրավիճակ, մինչև անգամ հերթապահության գրաֆիկա փոխվում։ Արագ փոխում են, որ ընդեղ է դա։ Նախագահի հրամանով փոխում է հերթապահությունը, միացնում է նաև օրինակ կենտրոնի կամ Ավան Նորնորքի դատարանը, որովհետև Մասիս Մելքոնյանն դեղ աշխատում։ Ու այդ գործը, չգիտես ինչի, որ այստեղ դեռ 7 դատավոր էր սպասում։ Նրանք նույնիսկ Նարեկ Սամսոնյանի գործով։ Այս գործը մակագրվում է ոչ թե հերթապահին, այլ արդեն փոխած հերթապահ։ Ես հերթապահության մեջ դատարան ավելացնելը կհասկանամ մի դեպքում, եթե օրինակ հանրահավաքների բաների ժամանակ, շատ է եղել, այնտեղ չեն հասցնում, շատ լավ է, դու ժամանակ ամբողջ Երևանի բոլոր դատարանները միացրու, բայց թե երկու կալանավորի հարց է, երկու։ Մեկը Վազգեն Սահակյանն, մեկը Նարեկը Սամսոնյանը։ Մեկին թողնում ես աջակնյակում։ Նարեկի համար հատուկ միացնում ես այլ դատարան հերթապահության, որպեսզի դա հասնի Մասիս Մելքոնյանին, բաց չի դառնում։ Այ ասում ենք ոնց հասկանանք քաղաքական հետապնդումը թե չէ։ Սենց։ Ախր Մասիս Մելքոնյանի ինչի է այս բոլոր գործերն ընկնում։ Ինչի են բոլոր գործերը հանձնում։ Իսկ ինչի են ընկնում։ Որովհետև մյուսների վրա վստահ չի։ Որտեղ մյուս դատավորը կոմպրոմատով է սա կապված, թե ինքը քպական է։ Չեմ ուզում այդքան, փորձը ցույց է տվել, որ Մասիս ինքը նախկինում եղել է Հանրապետություն կուսակցության անդամ։ Կապ չունի։ Հլավ այդ մարդը չի մտածում, որ վաղ իշխանությունը փոխվելու դեպքում իրան հարց են տալու, թե ինքը փորձելու է այդ իշխանության արդեն ծառայել։ Ցավոք սրտի ինքը փորձելու է կամ ինքը համոզմունք ունի այդ դատավորները, որոնք որ անում են, քննիչները, դատախազները։ Ես տարբեր խոսակցություններից դա լսել եմ։ Իրենք համոզմունք ունեն, որ իրենք ցանկացած իշխանությունը պետք է, որ ով է լինի իշխանություն, իրենց ծառայությունները պետք է լինեն։ Ես կարող է դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեն հիմա տես մտածելու, հաշվի առնելով որ մեր մոտ իշխանությունը փոխվել եւ իրենք շարունակում են աշխատել։ Գուցե մտածում եմ միգուցե հայտարարություն անեն այն կուսակցությունները, այն ուժերը, որոնք հավակնում են իշխանություն լինելու, ասեմ մեր համար, օրինակ դատական համակարգում դատավորն լուստրացիա ելնելու։ Մենք միշտ ասել ենք դա, որ բոլոր այս գործերով մենք անպայման պետք է վերանայենք եւ հիմա գիտես այնուամենայնիվ պիտի գաս իշխանության, որպեսզի կարողանաս օրինական ճանապարհով անես քո գործողությունները, բայց մենք պնդել ենք, որ այն դատավորները, որոնք այսօր տեսնում ենք ինչ որոշումներ են կայացնում, հա, ապօրինի որոշումներ, նրանք մեզ պետք չեն գալու, երբ որ մենք լինենք իշխանություն։ Մեզ պետք չեն իրենք, որովհետեւ մենք չենք պատրաստվում որևէ մեր ինքի նկատմամբ քաղաքական հետապնդում։ Պարոն Բաբայան, դուք թիրախավորված եք։ Ինչ առումով։ Ձեր վրա անիրազդեցություն փորձում են ինչ-որ ձև, որովհետեւ դուք քիչ այս գործերում ներառված եք, որովհետեւ ես ոնց տեսնում եմ, դուք շատ պահանջված փաստաբան եք ու ավելին ասեմ,
իրանք վախենում են, որ դուք եք ելնում փաստաբանը, որովհետև ոչ թե ֆիզիկապես են վախենում, այլ որ մարդիկ կհասկանան, որ սա շինծու է։ Ինձ թվում է այն մարդիկ, որոնք պիտի փորձեն ինձ ճնշել, արդեն ինձ լավ են ճանաչում, Չեմ փորձի։ հաշվի առնելով, որ 19 թվականին ինձ կալանավորեցին, տարան մի ամիս Հիշում եմ։ պահեցին, հա, ու տեսան, որ չէ, ոնց որ թե Չի կոդրվում։ Դե հիմա կարող է փորձեն, փորձեր չկան այդպիսի, ես չեմ զգացել այդպիսի փորձեր գոնի իմ նկատմամբ, որը լինել կբարձրաձայնեն դրա մասին, բայց հետագայում ինչ կլինի չգիտեմ, չեմ կարող ասել։ Շատ լավ, ինչքան գործերում եք դուք հիմի ներառված, որ քանակությամբ ինչքանն են քաղբանդարգյալներ ըստ ձեր ներառված։ Այո, կոնկրետ դուք որ Ես կոնկրետ այս պահին ունեմ 3 գործ, որոնք մեկը Խաչիկ Գալստյանն է, Վազգեն Սաղաթելյանը, իննեմնիմի ոդքասթից եւ Արշակ Սրբազանը Մայրաթորից։ Այս 3 գործով 3-ն են կալանքի տակ։ Մի հետարքիր վիճակագրություն ասեմ։ այսինքն մեր Շիրակի թեմի առաջնորդին դուք եք։ Չէ, Արշակ Սրբազան։ Արշակ կներեք։ Ես բան ասեմ, հա, մի հետարքիր վիճակագրություն ասեմ։ Ես կոնկրետ վարում եմ շուրջ 60 մի քանի գործ։ 60-ից ընդամենը 3 կալանավորվում են։ 3-ն են քաղաքական։ Մնացածը ամենածանրը տնային կալանքն է, հա, մեկ հոգի ունեմ տնային կալանք։ Հիմա էսա իրավիճակը։ Որը քաղաքական է, դուք այնտեղ Որովհետև քաղաքական չեք կարողանում, իրավաբանություն չկա։ Իրավաբանություն գոյություն չունի։ Իրավաբանություն եկներ, այս 3-ից որևէ մեկը եւ Արշակ Սրբազանը եւ Խաչիկը Գալստյան եւ Վազգենը Սաղաթելյան, ինչպես նաեւ Նարեկը Սամսոնը, ոչ չէին կարող լինել կալանավարում։ լավ, հերթականությամբ սենց անեմ, գնանք էլի, Խաչիկին հասկացան Գալստյանին է, որ ինչ բան ուղղությամբ է, այդ բլոգերներին է ախպերես։ Ես օրինակ հետևել եմ, նայել եմ իրանց հաղորդումները, մանավանդ նախագահի հետ հաղորդումը, չէի կարա չնայել, որ մեծ հասկանայի, թե մեր նախագահան լավ ինչ է ասում։ Տեսեք, մարդիկ ընդամենը պատասխանեցին ինչ-որ մեկի արած հայտարարությունը ու իրանց պատասխանը ավելի մեղմեր, ավելի անհամաչափ էր, քան այն մարդունը, որ pedagogan պաշտոն է զբաղեցնում թիվ 1 ես կասեի Հայաստանում, որովհետև ազգային ժողովն է վարչապետ տալիս դնում ու հանում, թույլ տվեց նման արտահայտություն ոչ մի գործողություն, այս մարդկանց նվաստացնելով գլոխները շատ կախ, ասենց շատ չեմ կարող բացատրեմ, թե ինչ ես էլ եմ բլոգեր դրա համար ես բլոգեր լինելով իմ համար անհասկանալի էր, թե լավ ինչ հիմքերով ինչ կա բացի նրանից, որ մենք լսել ենք գործի մեջ հերախոսա այլ բան գոյություն չկա ոչ մի ինչ բաներ ավելացնեմ ընտրեմ եւ սա այն դեպքում այդ ամեն ինչը երբ որ սրանից որոշ ժամանակ առաջ էլի նույն հաղորդման ընթացքում հնչեցրած որոշակի սուր ցնցող քննադատությունների համար լեքսիկոնով, հա, նորմատիվ լեքսիկոնից տարբերող լեքսիկոնով որոշակի արտահայտությունների համար էլի նույն կերպ ձերբակալեցին, կալանավորեցին, այն ժամանակ էլ էինք պնդում, որ այս արարքի մեջ ճիշտ է, չենք ասում թե լավ բան է հավիա խառն, չէ, չենք ասում, բայց հանցագործություն չի, եղել է մեր պնդումը։ Դատարանը մինչև այն որ կարդարացներ, այն անգամ արդարացրել է։ Նաև խափանման միջոց կիրառեց, ասեց իմ խնդիրը դատարան ասեց որն է, որ ունեմ մտահոգություն, որ դուք էլի եթե վարեք հաղորդումը, նորից կարող է այդպիսի արտահայտություններ անեք, եւ քանի դեռ ես չեմ որոշել այդ արտահայտություններով վարելը հանցագործություն է թե չէ, ես պիտի կարողանամ զսպեմ, որ դուք այդ չանեք։ Դրա համար կալանքից հանում եմ ձեզ, արգելում եմ վարել օրինակ այդ ոդքասթը։ Դրանից որոշակի ժամանակ հետո թույլատրված ժամանակ էլ այդպիսի բան չէ, այսինքն դատարանը մի անգամ այն նախորդ գործով կալանքից հանելը ասել այս Սա մասիսի չէ, չէ։ Չէ, այստեղ նորմալ օբյեկտիվ դատարանը ասեց ես հանում եմ ձեզ կալանքից, որովհետև իմ մտահոգությունը ինչն է, ինչ են կալանքի պայել, որ նորից նույն բանը կանեք, արգելում եմ ձեզ նույն բանն անել վարչական հսկողության սահմաններում։ Հələ գնացեք տեսնենք ինչ ալի։ Մարդիկ գիտեն, որ եթե խախտեն այդ պայմանը, կկալանավորվեն։ Փայլում աշխատել է վարչական հսկողություն խափանման միջոցով։ Հրաշալի աշխատել է, որևէ խնդիր չի առաջացրել։ Հա, ես էլ զարմանում եմ, որ իրանք լրի փոխել են։ Անգամ բռնել են նույն բանի համար, այլ հաղորդման մեջ։ Գնացել են դատարան, Մասիս Մելքոնյանի մոտ, Ռոման Սմբատյանի մոտ, ասում են հարգելի պատվարժան դատարան։ Մենք այս իրավիճակը ունեցել ենք։ Մեկ անգամ արդարացել։ Նախադեպ եղել է։ Հա, արդարացել ենք, թեև լուժի մեջ չի մտել, բայց անմեղության կանխավարկած եւ մեր պնդումը մի աստիճանով բարձրացել է։ Այն ժամանակ քննության ժամանակ կիրառվել է այս մեթոդը եւ հրաշալի աշխատել է, որովհետեւ խախտում չի արձանագրել։
Հետևաբար այդ նույն կոմտավորությունը որ ունես, այն ժամանակ ուներ այն դատավորը, արել է, ստացվել է։ Մի ուղարկի կալանավար, բաստո, ասա չվարեք հաղորդումը։ Հիմա որպես կողքից նայող օբյեկտիվ դիտորդ։ Օրինակ նորմալ չի մեր բանջի, մարդիկ փորձը ցույց են տվել, չէ՞ իրանց կյանքով, որ դա հասկանում են, գիտակցում են ու չեն անում։ Ախեք տարեք կալանավորել։ Չընդունեց էս մեր ընդդումը, ակնհայտ է, չէ՞ ինչի անում, որովհետեւ Այդ ով չընդունեց, ով չէ։ Ով էր դատավորը։ Մասիս Մելքոնյանը մեկը։ Այսինքն ես այլևս չհարցնեմ ով էր դատավորը։ Բայց բարձա չէ, Արսեն ջան, եթե Մենակ ասեք երրորդինն էլ է Մասիսն եղել։ Երրորդ ձեր։ Հա։ Ծիծաղելու չի լացելու էլ ուժ եմ ասում, ես ինչ իրավիճակում ենք մենք այսօր ապրում։ Հասկանալի է։ Այ եկեղեցում մոտեցանք։ Բայց Խաչիկինը Մասիսը չէր, Խաչիկինը քանի որ կոռուպցիան, հակակոռուպցիոն դատարանն էր։ Բայց էլի բախտը չբերեց։ Էլի բախտը չբերեց, որովհետև հա դա ինչի։ Օրինակ դուք փաստաբաններով ունեք ձեր մեջ ասես ներքին, մենակ Աստված ջան, դրա մոտ չգնի։ Ինչ որ անուններ ունեք այդպես։ Երբ որ քաղաքական չի գործը, Սորավնոյովը։ հա, մեծ հաշվով, թեև դա արդեն էլեկտրոնային արվում, համակարգչի միջոցով համակարգվում, ում ընկավ է sense ասած, իհարկե մենք միշտ ուզում ենք որ մեր այն դատարանը, որը գնալու են, լինի օբյեկտիվ դատավոր։ Բայց երբ որ քաղաքական է, էլ չունենք տես բաներ Աստվածջան մենակ սա։ Մենք գիտենք հաստատ։ Հա մի անգամից հետո մեկ այդտեղ չեք հարցնում որտեղ է։ Որոշումը կալանքի դերսնենք։ Ես օրինակ Արշակ Սրբազանի գործով միջև նիստին մտնելը, լրագրողները հավաքված էին, ասացին ինչ ակնկալիքներով ունեք ես կողմից, ասի գնում եմ կալանքի որոշումը վերցնեմ, նիստը չէր սկսել։ Դե արդեն པարզ է։ Սրբազանի պահով ինչ են մեղսա ինչ է արել։ Շատ ծիծաղալու բան են մեղսագրում։ Իրանց մեղսագրած արարքով նկարագրությունը որ տվել են, իրանք ասում են որ հանցագործություն չի եղել։ Այսինքն եթե անգամ այդ Այսինքն Չեմ այդ բացադրեք ես այստեղ արդեն չկախեց մոտս արածը այնի շորը գրել են իրանք որը չի կատարվել բայց եթե արածը ներաշեց Սրբազանը թե հանցագործություն չկա մեղադրում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար իրացման նպատակով ավելի բարձ որ Արշակ Սրբազանը ինչ-որ մեկին կամ նարկոտիկա ծախել կամ հյուրասիրել այդ հոդվածն այսինքն բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունը այդ հանցագործությունների պաշտպանող օբյեկտը որն է որ բնակչությունը թմրամիջոցների չօգտագործի առողջությունը չկայքայվի հեռումն է չէ հեսա տրամաբանությունը հիմա ասում են Արշակ Սրբազանը 18 թվականին երբ որ քո հայրենակից կամ քո համակարգացիներից մեկը նոր Հայաստան նոր հայրապետ Ի է դեն ցենց հիշեցիր որ իմ մամակահաս լավը վիշի Հա բայց ինձ հենց իր այդ ես այդ մարդու դեմ բան չունեմ այնց առնչում չունեմ իր այդ խոսա բայց իր այդ շատ լիքը խնդիրներ ունեմ էլի իր գաղափարախոսությունը Այս մարդու ղեկավարած շարժումը երբ որ գնացել Ես կհիշացնեմ լավ պարոն Բաբայան Երբ որ գնացել էր Մայրաթոր այն հիշում ես այդ օրերին 2-3 օր չէ այնտեղ ինչ որ մնացել էին այս կոմենտով այնտեղ մի դրվագ ա եղել որ ոստիկանությունը ահազանգով եկել է մասնակիցներից ակտիվ մասնակիցներից մեկի ուսապարկից հանձնաբերել էր 1.4 գրամ չափով մարիխուանա հիմա 18 թվականին քննել են այդ գործը հասկացել են որ այդ տղեն ոնց որ թե չէ նարկոտիկ օգտագործող չի փորձականություն են արել են արել ուրեմն դրել են ինչ-որ մեկը այդ բացակի մեջ հիմա դες 18 թվականին չեն կարացել գտնելու հա դες կասեցված քնեցրած մնացել է այդ գործը ոչինչ չի արվել այդ գործով եւ 25 թվականի դեկտեմբերի 4-ին Արշակ Սրբազանի ձերբակալում են այդ գործով Բայց ինչ հիմքերով ասում են ոչ մի ասում են Մարտա տեսե զապիսկա դեմը ասել են մենք տեսանք ոնց Արշակ Սրբազանն եկավ ռուկզակի մեջ բան գցել Որևէ նման բան չկա 18 թվականին ինչ եղել է գործի մեջ դա որ Ոնց կարա դենց լինի Բայց այդ չի էականը հիմա նայ մեղադրում Այ Աստված ջան Այլ նիկոն բայց հիմա լսի ասում են Արշակ Սրբազանը հանձնարարել է անհայտ ինչ-որ մեկին, որի անձը դեռևս պարզված չի, որպեսզի տանի թմրամիջոցը դնի այդ մարդու պայուսակի մեջ։ Ենթադրություն։ Կիկոսի մա։ Չէ, բայց ինչ նպատակով։ Որպեսզի վարկաբեկվի այդ բանը։ Շարժումը։ Հիմա հետևյալ խնդիրն է գալի։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունը նպատակը թմրամիջոցը որևէ մեկին հասցնելն է, որ իրացումը տեղի ունենա։ Որպեսզի նա էլ թմրամիջոցը Շուտ այդ թմրամիջոցի նպատակով կամ կօգտագործի կամ կվաճառի կամ հյուրասիրի բայց ինձ նկարագրության մեջ ոսպի վարկաբեկեր ասում է
Աշակ Սեփազանն է հանձնարարել զանգել ոստիկանություն իրանց հաղորդագրության մեջ կար։ Եվ դա իրականության համապատասխանում է, որ եկել են ասել են սենց իրավիճակ, ասել են զանգեք ոստիկանություն հետո գա։ Հիմա Ուրիշ բանի համար։ չէ որ կան տեսնեն ինչ է կատարվում, հա։ Հիմա ասում են այ ինքը դրել է եւ ինքը հանձնարարել է զանգեն ոստիկանություն, որ ոստիկանությունը գա դա հայտնաբերի եւ վարկաբեկվի այդ խումբը։ Հիմա նայ, եթե դա է նպատակը եղել, ապա դրանով ոչ թե չի իրացվել թմրամիջոց, այլ հակառակը ընդհանուր եղած զանգվածից թմրամիջոցի Հայաստանում 1.4 գրամը հանվել է, որտեղ փաստորեն իրենց նկարագրության մեջ Աշակ Սեփազանը կատարել է մի արարք, որի միջոցով այդ թմրամիջոցը պիտի գնա ոստիկանություն եւ ոչ թե որևէ այլ անձի։ Ուրաստի հանցագործություն։ Ես հիշում եմ, որ ձերբակալությունից 1 օր թե 2 օր առաջ ինքը ասուլիս տվեց ու շատ կոնկրետ թիրախային հարցերի պատասխան տվեց, շատ կոշտ պատասխան տվեց եւ միգուցե դա արդեն ակնարկներ, որ ստարտ տվեցին այդ գործողությունների։ Պարոն Բաբայան, ձեր հետ հիմա խոսում եմ, ես հասկանում եմ, որ ահավոր վիճակ է մեր արտարդատությունը, այսինքն ոնց ուզենան, ինչ ուզենան, մանավանդ այս 21-րդ դարի այս արհեստական բանականություն եւ այլն այդ ամեն ինչը իրար հետ որ միացնում ես, ահավոր վիճակ է ստացվում մեր հայ ես մի հատ sense առաջարկով երեք մի ամիտ, ասենք իմ եթերի ժամանակ առաջարկ եմ արել, ասել եմ ինչու Հայաստանը ինձ թվում է որ որոշակի ժամանակով կամ ընդմիշտ պետք է անցնի արհեստական բանականության դադավորներ։ Հա լուրջը էսի ծիծաղելու չի։ Պրոգրաման էլի որ ոչ մի բան հաշվի չառնի։ Օրենքով զուտ։ Ոնց։ Չէ, դատախազությունը տալիս, հա, գործը ներառում ես այդ արհեստական բանականության մեջը։ Այստեղ հենց դա, չէ, ես ասում եմ, հետագայում միգուցե այն իշխանությունը, որը գա, այդ հարցը նայի։ Չէ, դա պետք է անել ռեալ դատավորների միջոցով, բայց հստակ կանոններով։ Առաջին, քաղաքական իշխանությունը պետք է ուժ գտնի իր մեջ, ով էլ կլինի, չանի տես բաներ, չտա տես հանձնարարություններ։ Երկրորդը, պետք է շատ հետևողական լինել այն դատավորը, որը կանցնի այդ սահմանները, համապատասխան համարժեք պատասխանատվության ենթարկվի։ Ամենակարևոր բանը քաղաքական իշխանությունը առաջին, ինչա ուզում, դատարանը ինչքան է ուժեղ։ Եվ դա յուրաքանչյուրից է գալիս, յուրաքանչյուր դատավոր։ Օրինակ, ես մի հատ օրինակ ձեզ, հա, մենք դատավորներ ունենք, որ շատ օբյեկտիվ որոշումներ են կայացնում։ Ինչի՞ց է, չեն վախենում։ Չեն վախենում, որովհետև ինչ էլ սարքեն իրենք ասում են մենք պատրաստ ենք դրան։ Բայց իրենք իրենց մասնագիտական արժանապատվությունը ինչ քանակությամբ մոտավորապես տոկոսային չկներեք որ մարդկանց տոկոսայինով 10-12%։ Այսինքն 10-12% մենք հələ ունենք շանս որ այդքան դատավորներ դեռ ունենք բարեբախտաբար։ Տեսեք, օրինակ եվրոպական դատարան է գնում ինչ որ գործ։ Մարդը նստել է 2-3 տարի, հետո հետա գալիս որ սխալ է դատել այդ մարդուն նստեցրել, կեղծա եւ այլն եւ պետությունը որոշակի գումար փոխհատուցում է։ Հիմի դուք օրենք մի հատ նախաձեռնեք, չգիտեմ, հիմի թե կամ ապագայում, որովհետեւ այն դատավորը, որը այդ որոշումը կայացրել է, իր ջեբից հանի այդ փողը տա։ Պետությունը խի պիտի իր սխալների համար տա։ Ես չեմ ուզում հիմա մենք շատ մասնագիտական խորանալ, որովհետեւ այդտեղ իրականում վտանգներ կան։ Այդ ժամանակ դատավորները կաշկանդվում են եւ այլն, բայց գոնե ակնհայտ անհիմն ապօրինի որոշումներով պետք է կիրառվի համապատասխանության միջոցներ, որը կլինի վարչական աշխատանք։ Հա, բայց ես ինչի՞ պիտի իր սխալի երեսից, ես իմ տված հարգելի միջոցներով փակեմ իր սխալը։ Ես հասկանում եմ, բայց այդ հարցը զուտ որպես մասնագետ որ ասեմ, որոշակի այլ հետևանքներ խնդիրներ կառաջացնի, եթե չորով դնենք այդ ուղղությամբ, ասեցին որ դատավորի Լավ թող բալ հանեն։ Դե հա, այնց էլ եմ։ Բալային համակարգ սարքեն հանեն։ Դատարանից եկավ, բանի, հա, եվրոպական դատարանից։ Արձանագրվեց, որ դատարանը ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։ Միջև անգամ կարելի ազատել է դատավորին պաշտոնից։ Էլ չեմ ասում, որ կարելի է ընդհանրապես քրեական պատասխանություն լինել։ Սիրում եք պրովոկացիոն հարցեր։ Դե փորձում եմ դիմանալ։ Մի հատ շատ պրովոկացիոն հարց եմ տալը։ Եթե այսօր ԿՊԱ-գան ինչ-որ մեկին տանեն կալանքի, ու այդ ԿՊԱ-գան ուզենա որ դուք իր պաշտպանել եք, ինչ եք մտածում։ Պրովոկացիոն հարց չի, հարցին ես շատ եմ պատասխանել, չեմ կարող ուղղակի չեմ կարող, որովհետև ես ունեմ որոշակի վերաբերմունք իրանց նկատմամբ։ Ու ես որ ուզեմ էլ չեմ կարող, որովհետև չի ստացվի իմ մոտ պաշտպանել մի անձի իրավունք, թե փաստաբանները նման բաներ պիտի չասեն։ Դեռ համար եմ ասում։ Ասեմ, ես ճշմարտությունը բան եմ անում, հա, այսպես ասած բացահայտ եմ ասում։ Ես կգտնեմ եմ այնքան ազնիվ, որ իրեն կբացատրեն, որ ես չեմ կարող կգործանել, որովհետև ես որոշակի վերաբերմունք կոնկրետ ունեմ քո նկատմամբ։ Ավելին ասեմ, նույնիսկ եթե վաղը մյուսօր ես լինեմ դատավոր եւ որևէ ԿՊԱ-ականին
Ահա գործ ինձ հանձնարարի, որ ես պիտի դատեմ իրեն կամ կալանքի հարց պիտի լուծեմ։ Ես ինքս ինքնավարչակ կայնեմ, կասեմ, որովհետև ես քո նկատմամբ արդեն կանխարգել վերաբերմունք ունեմ քո նախկին արածների հետ կապված։ Պարոն Բաբայան, շնորհակալություն, որ այսքան անկեղծ եք։ Ես զգում եմ մարդը, երբ որ անկեղծ է խոսում, ուղղակի շաբլոնի չի խոսում, դա զգացվում է։ Ձեր նշանը Արցախի ձեդոն ու բաբոնա։ Չեք վախենում Ումից։ ներկայիս իշխանությունների կողմից, ես էս էրոնիայով չեմ ասում վախենալը, Արցախի դրոշ ցույց տալը, նշանը կրելը։ Չէ, չեմ վախենում, որովհետև եթե վախենայի սրանից շատ ավելի ուշ բաներից էլ կվախենայի, ու խելոք գլուխս կախ կգնա իմ հաստաբանությամբ իմ փողը կաշխատեի, ոչ իմանի ոչ չի եղավ։ Շատ լավ։ Դուք տեսնում եք ինչ որ գործընթաց կարելի է սկսել այսօր իրավական դաշտում, Եվրոպայում, Ամերիկայում, միջազգային հանրության բանը դատարաններում, որ կարողանանք ինչ որ այդ ջրաղացը, այդ բանը, որ պատտվում է գոնե կանգնեցնենք, մի հատ մտածենք, թե ինչ ենք անում, այդ մարդիկ եկել 120,000-ից ավել ահավոր վիճակում է, ես ես ուղղակի փոխանցում եմ, շատ ահավոր վիճակ է, 80%-ի մոտ հացի խնդիրը ամենօրյա ու իրանք վիրավորված, որ մենք սենց ասած այդքան էլ ուշադրություն չենք դարձնում մեծամասնությունը, այ դուք ինչ որ գործընթաց հետագայում, ապագայում տեսնում եք, կանխատեսում եք, որ կարանք ինչ որ բան անենք, որ կանացնենք այս թուրքականացումը մեր հողերի, մեր հայրենիքի մի մասը։ Բացառապես իշխանապողությունից հետո։ Հա, իշխանապողությունից հետո եմ ասում։ Ու շատ մեծ դժվարությամբ։ Ես տեսնում եմ որոշակի բաներ, որ պիտի արվի, բայց որ հիմա շատ հստակ ասելու համար ինձ պետք է որոշակի ելակետային տվյալներ։ Ես դեռ 2021 թվականից միշտ ասում եի, որ այս իշխանությունը տեսանելի դաշտում վերացնում է բոլոր այն հնարավորությունները, որ ապագա իշխանությունը կարողանա հարցը լուծի։ Վերացնում այդ հնարավորությունը, այսինքն նենց հանգամանքներ ստեղծում, որ ով էլ գա իշխանություն չկարողանա որոշակի հարցեր բանանի, հա, հանուն Հայաստանի Հանրապետության լուծի։ Էլ չեմ ասում ինչքան խնդիրներ կան, որոնք գաղտնի են պահված։ Ինչքան բանակցություններ ու համաձայնություններ կան, որոնք գաղտնի են պահված։ Մենք չենք կարող դուրս գալ իրականությունից ու ասել, որ գիտես, ես եկա իշխանության, այս քայլերն անելու եմ։ Բայց կան հիմնական քայլեր, որ պիտի արվի։ Այո, պիտի ամենօրյա ռեժիմում մեր պահանջները, մեր օբյեկտիվ վերլուծությունները, գնահատականների արժանացնել միջազգային կառույցների մոտ։ Ոչ թե գնալ միջազգային կառույցներին ասել, մենք ադրբեջանցիների հետ ոչ մի խնդիր չունենք, այդ տարածքները իրանցն են, չէ։ Ինչ էին անում ադրբեջանցի 20 տարի, 30 տարի։ Բոլոր միջազգային հարթակներում իրանց հարցերը լուծում էին տարբեր եղանակներով։ Հիշում ես, ասում էին խավիարային դիվանագիտություն, լավ էին անում, եթե մեր դաշնակցին անգամ տեսակ ինչ արեցին։ Մենք էլ դի անենք։ Մենք այն ժամանակ փորձում էինք գուցե մի քիչ այսպես ավելորդ ինքնավստահություն ունեինք, մտածում էինք, դե մենք հաղթել ենք, դե իրենք բան չեն կարող անեն, չէ, բայց դա ամենօրյա ռեժիմում աշխատանք է պահանջում։ Առաջին տնտեսություն պիտի ուժեղացի, բանակ պիտի ուժեղացի դրանով, որ կարողանաս ասել եւ այո, միջազգային հարթակներում պիտի կարողանաս այդ հարցը արժանի գնահատականի արժանացնել։ Պարոն Բաբայան, կա մի իրավիճակ, երբ որ պարտադրվում է Արցախից գաղթած մեր հայությանը, մեր ժողովրդին, պարտադրված անձնագրեր փոխել։ Այսինքն, տեսեք, մարդը գնում է, ինձ զանգում ասում է Արսեն ջան, գնացել եմ, մասնագետ եմ։ Իրանց պահանջվում է այդ մասնագիտությամբ մարդ։ Ասում են Արցախից ես, այո։ Լավ, շատ լավ։ Ձեր անձնագիրը փոխածա թե չէ։ Ասում է չէ, փոխա չէ, ասում է կներեք, բայց մենք չենք կարող ձեզ աշխատանքի վերցնենք։ Դա հանցագործություն է, թե չէ։ Չէ, հանցագործություն չեմ կարծում, թե հանցագործություն է, դա այլ խախտումներ, աշխատանքային, տեսչական խախտումներ կարող լինի, բայց ես չեմ հասկանում, իսկ ինչի չեն կարող վերցնել, ոնց են դա պատճառը։ Երևի թե ներքին հրահանգ ունեն պետության կողմից, որ այս անձնագիրերը որպեսզի արագ փոխվի, ոչ եմ ոնց էս հասկանում եմ, այս իշխանությունը ուզում է հետքերը լրիվ վերացնել։ Ես իրականում այնքան էլ լավ չեմ հասկանում, թե իսկ ինչի չեն փոխում անձնագրերը։
Ինչ մտահոգ։ Այդ այս խնդրեմ որ դուք այս բառով ասեք։ Ես Շատերը ասում են ես դրա հետ համաձայն չեմ, որ ասում է ընդ 71-ը ինչ որ ինչ որ 70 կոդը։ հա, որ ինքը ապացուցում է, որ ես ընդեղ եմ ապրել։ Այ դա միակ իմ լսած, Այո։ այսպես ասած, մեկնաբանությունը, որ եթե մենք փոխենք, հետագայում չենք կարողանա օրինակ վերադառնալ։ Բայց հավատացեք, անձնագրով չի այդ հարցը լուծում։ Դրա համար այլ բազաներ կան։ Մենք ունենք այդ բազաները։ Այդ բազաները Բերել են։ Չէ, այդ Թե եղել է։ եղել։ Նախտնակից էլեկտրոնային բազաներ են եղել, Այո։ արխիվները, այսինքն բազաները կենտրոնացված է եղել որ միտեղ, եւ հետո լավ, ո մենակ այդ 070 կոդով չի, բայց այդ մարդը ուրիշ անցյալ չունի, ուրիշ փաստաթղթեր չունի, բազայում իհարկե ինքը կա, հաշվառում ունեցել։ Ես անկեղծ ասած այդ թեմայով անձնագրերի շատ չեմ այսպես խորացել, բայց չեմ տեսնում այն ռիսկերը են խնդիրները, որոնք հիմա առաջակա։ Հիմա որ ձեզ պարտադրեն որ կներեք որտեղ որ դուք ծնվել եք, բայց դուք պիտի փոխեք ձեր պասպորտը։ Նայեք, իմ անձնագիրս ու Արցախի անձնագիրը ոչ մի բանով իրար չի տարբերվում։ Որովհետև երկուսն էլ Հայաստանի Այո, տված է, ապրեք։ Հիմա տեսեք, ինչի է իրանց պարտադրում։ Ուրեմն մի բան կա, չէ՞ որ սրանք այս մարտիկ պարտադրում են։ Ինչ որ Ադրբեջանի կողմից ինչ որ բան կա։ Այ ես ուզում եի երևի թե մյուս անգամ եթե մենք հանդիպենք դուք մի քիչ ուսումնասիրեք հասկանանք թե որտեղ են ուզում գցեն այդ մարդկանց։ Վստահ ինչի եմ ասում, որովհետև հակառակ դեպքում օրենքին հակառակ մեկնաբանություն իշխանությունը չէր տա, իսկ որն է դա, որ արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Ինչքան նման։ Ունեն անձնագիր, հենց անձնագրի հանգամանքով ապայմանավորված իրենց քաղաքացի։ Այսօր մենք Արցախը չունենք մեր օկուպացվածը Մարտը ուզում է իր այդ անձնագրով գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինքը չի կարողանա գնալու։ Ամերիկան կընդունի, որտեղ դա Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ապրեք։ Եթե չկա ներքին պայմանավորված։ Չէ, ներքին Ռուսաստանի Դաշնություն, լավ, Եվրոպա, Չինաստան, ինքը հանում տալիս է չինացին նայելու է 70 կոդա դրած։ Բոլորի համար դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է, բացի Հայաստանի Հանրապետության իշխանությունից։ Դա որը նույնպես հանցագործություն է, ոնց հասկանում։ Ինչ այդ հանցագործությունները։ Խախտում է։ Լավ, խախտում է, վարչական խախտում է, ասենց ասեմ։ Այդ հանցագործությունները տենց հեշտ, ախր այս իշխանությունն է, որ ամեն ինչը հանցագործության վերածեց, բայց հանցագործություն լինելու համար բավականին լուրջ բան է։ Անփութություն կարա լինի։ Չարաշահում կարա լինի։ Չարաշահում կարա։ Բայց այդ չարաշահումը հենց 120 եւ ավել հազար մարդկանց ճակատագրեր են։ Դրա տակ կարա իրականում հանցավոր նպատակ էլ լինի, բայց հնարավոր չի միանգամից դա գնահատել, պետք է ուսումնասիրել, հասկանալ։ Մենք չգիտենք իրական չի հայտարարվել իրական նպատակը։ Այ հենց քո ասած իսկ գուցե կան այլ պատճառներ, նկատող Ադրբեջանից պահանջներ կային։ Սալավիով։ Ես չեմ կարող այդ հարցը չտամ, որովհետեւ այսօր թիվ 1 ու իմ համար մի քիչ զարմանալի որ թիվ 1 հարցն այսօր Հայաստանի հանրության համար դառը այդքան խնդիրների մեջ մենք օր ու գիշեր Սալավիովից ենք խոսում ստիպված ես եմ խոսում որովհետեւ չտամ են երանգները որը ուզում են մի քանիսը տան որ հայ-ռուս հարաբերությունների մեջ մտնի արդեն ոչ թե ղեկավարների մասշտաբով այլ արդեն ժողովրդի մեջ ինչ որ խոսակցություններ որը շատ վտանգավոր է ես կյանքումս չեմ ուզենա ռուսի պես թշնամի ունենամ լուրջ եմ ասում չէ դե թուրքը արդեն ունեմ ես ու սովոր եմ որ իր այդ բայց Ռուսաստանը մի քիչ չեմ պատկերացնում թշնամական պետություններ լինենք հիմի կուզենամ հասկանամ ձեր կուսակցության ղեկավարը իմ զանգին պատասխան տվեց շատ կոշտ ու շատ կարճ ոնց որ ասել Արս ջան էսա всё անջատում ենք հեռախոսը իմ համար էդի կարմիր գիծ է դա ամբողջ կուսակցության մարդկանց անունից չէր ինքը իր անունից ասեց ես իշքան ես ընդդեմ եմ որ դա ամբողջ կուսակցության անունից է իհարկե ինքը կարա կուսակցության անունից անդրադառնալ ինչ հոդված է խախտել Սալավիովը Հայաստանի Հանրապետության ինձ հետաքրքիր չի ինչ հոդված է խախտել ինձ հետաքրքիր է որ Հայաստանի Հանրապետության անկախ նրանից ով է իշխանությունը ով էլ ուզում ալնի որևէ մեկը նման բան չի կարող լեզուն պետքա կտրվի լեզուն պետքա կտրվի պիտի արգելվի ով էլ լինի կլինի Ռուսաստան կլինի Ամերիկա Եվրոպա Իրան ով ուզում ալինի դե Թուրքիան Ադրբեջան ինչ եմ ասում ինձ համար նշանակություն չունի դրանք սահմաններ են կարմիր գծեր են որ չի կարելի անցնել հա իհարկե չի կարելի որևէ պետության հետ կապան անել հա հարաբերությունները փչացնել ոնց որ սրանք փչացնում են Ռուսաստանի հետ էլ չի կարելի փչացնել Ամերիկայի հետ էլ չի կարելի, Եվրոպայի հետ էլ չի կարելի։ Որտեղ չի նշանակում, որ այդ նշածս պետությունները կարող են կամ ներկայացուցիչները կարող են իրենց այդպիսի արտահայտություններ տալ։ Պարոն Բաբայան,
Ալիևը ավելի կոշտ, ավելի Շատ հագահայկական շատ ավելի ռազմատենչ հայտարարություններ արել, անգամ մի քանի օր առաջվա իր այդ հայտարարությունը вообще չեմ ուզում կրկնեմ դաժե։ Ինչու մեր հանրության մեջ այդ կարգի ալիք չի բարձրացնում, քան Ռուսաստանի հետ կապված։ Ես նորից եմ ասում, ես ամբողջովին Սալավյովին քննադատում եմ իր ասածների մեջ, այդ մի քիչ հանդարտվում է հենց մեր հարաբերությունների մեջ, մի քիչ բարի դրայացական բան ա գնում, միանգամից Ռուսաստանը ինչ-որ բան sense չէ, դեն Ես չի։ ավելի վատ բան ասեմ, մի քիչ ոնց որ հենց Նիկոլի վիճակը Վադանում է, հա, Ռուսաստանը սկսում է օգնել։ մի հատ բան անել, Հա, հիմի հարց, լավ, Նիկոլ Փաշինյանը մի կողմ, քաղաքագետները, կուսակցությունները մի կողմ, լավ հասարակ ժողովուրդը, որը կուսակցական չի, ինքը խիեդ Ալիևի մոմենտով չի պահանջում սրանցից, ասի ախպեր, հելի մի հատ դե պահանջ, դու պապա ես կոչվում ես երկրի, թակավորն ես, այս ոնց ես քեզի պահում։ բայց ինչ ես մտածում որ չի պահանջում, անձամբ ես 1000 անգամ Դուք քաղաքական գործիչ եք, դուք փաստաբան եք։ Ես խոսում եմ շատ շատերը, ով էկրան ուներ, հեռախոսի, sense դարձրեց դեմքին ու ասեց Սալավև եսկու մեր հետ։ Նայ, որովհետև իշխանությունը օգտագործելով իր ռեսուրսները շատ ուժեղ ալիք ստեղծեց։ Մասնավորապես հերթով բոլոր իշխանական դեպուտատները բաները չէ դուրս եկել ասում դե Առաջինը ես եմ եղել արձագանքով։ Ճիշտ է, բայց դու դրա դες քո շահը հայկական է։ Իսկ իրանք ասում են դե թող այդ ընդդիմությունը, որը sense մի հատ էլ դա Սալավյովին ինչի չի պատասխան։ Ինձ Գասպադին ասելու համար քննադատեցին ամբողջ համացանցում։ Իրանք չհասկացան, որ այդ նույն Գասպադինի տակ շատ մեծ էրոնիա կար։ Հա, բայց խնդիրն է ինչի է տենց, որովհետև մենք ուզենք թե չուզենք պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ իշխանության ձեռքում մեծ ռեսուրսներ կա։ Ինքը կարողանում է թելադրել օրակարգ։ Ցավոք սրտի, մենք էլ ընդդիմադիր ուժերս էլ հաճախ այդ օրակարգի զոհը դառնում ենք։ Բայց ինչ որ առումով դա հասկանալի է, դե որովհետև իշխանությունը ինքն է։ Եթե ինքն է թելադրում օրակարգը, մենք Ես կարող եմ վերագրեմ պարոն Վանեցյանի եւ նորվա ձեր ասածը վերագրել ոչ թե Սալավյովին, այլ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա ինչ որ թաթ կուզենան գցեն կամ ինչ որ բար կան։ Հա ինքը ասեց, այո, հիմա ես վերահաստատում եմ, մեր ամբողջ կուսակցությունը։ այսինքն կուսակցության անունից։ Իհարկե։ Հայրենիք կուսակցությունը պնդում է, որ յուրաքանչյուր անձ, թե պետություն, թե այր, պետական, եթե ինչ որ մի իր արդայդությամբ կվիրավորի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան լինելու կամ կասկածի տակ կդնի ինչ որ գործողություններ կփորձի անել, լեզուն եւ պետքա կտրվի։ Բնականաբար։ Ես ավելին ասեմ, ժամանակին ես կոշտ քննադատության եմ ենթարկել Բելարուսի նախագահին, որը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շատ գրեհիկ բան արեց, հա, հայտարարություն արտահայտեց։ Դուք ինստիտուտն եք պաշտպանել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Նա, ախր ուզեմ թե չուզեմ, նա ինձ է ներկայացնում այնտեղ դրսում։ Ուզեմ թե չուզեմ։ Երբ որ ինք Ալիևին հանդիպում է, ես ծխան եմ տամ, գլուխս քախում եմ, որտեղ ես ինձ որպես հայ եմ տեսնում այնտեղ։ Բայց ես ինչ անեմ, լավ, ինչ անեմ, երբ այդքան ասեցինք, հիմա չեն կարողանում իրանք։ Միակ ձևը փոխելն է։ Փոխում ենք այդ հարցերը լուծում։ Դուք պատրաստվում եք ընտրությունների։ Դե մենք այդ մասին ասել ենք հայտարարել։ Հայտարարություն եղել է, այսինքն դուք տեսնում եք ձեզ մենակ ես դաշտում պայքարելու, թե կարող է լինի այնց որ համախմբումները լինեն։ Ահագին խոսել է, գոնե այս պահի դրությամբ մեր համոզմունքը դիրքորոշումը կամ ճանապարհն է, որ մենք ինքնուրույն մենակ ենք մասնակցել։ Հետո թե ինչ հնարավոր փոխվել, դե հիմա չեմ կարող անբանացնել, որովհետև չի կարելի բացառել այնպիսի մի հանգամանք, որը կարող է ուղղակի փրկություն լինի։ Հիմա չի, էլի չեն կարող հստակ ասենք, բայց հստակ է մի բան այս բանի, որ մենք գնալու ենք միայնակ։ Շատ լավ, վերջին հարցն է տամ ու այսքանով մենք եզրափակվենք, տեսեք, գանք նույն մեր իրավական դաշտին է, մեր այս գործեր։ Ես մեր հարցազրույցից մեկի ժամանակ պարոն Վանեցյանին խնդրեցի, որպեսզի աջակցություն լինի Արցախահայությանը գոնե կոնսուլտացիաների պահով եւ մեր փաստաբանել ձեր կուսակցությունից իմ մոտ նույնպես եթերի ժամանակ ասաց, որ ինքը պատրաստ է։ Օրինակ մարդիկ ոնց կարան գան գրասենյակ, էլեկտրոնային նամակ գրեն, ոնց կարան ուղղակի կոնսուլտացիայի խնդիր ունեն իրանք։ Ասեմ, որ բազմաթիվ այդպիսի հա բաների մեջ խորհրդատվություն տվել ենք, շարունակում ենք տալ,
Ես Facebook-ում կամ ինձ կարող են մարդիկ հանգիստ գտնել գրել, եթե ինչ-որ հարց կլինի, եւ մեր տարածքային կառույցները կուսակցության Կարան ռիսկով մոդենան տարածքային կառույցներին, ասեն մենք Արսեն Բաբայանին այ շատ հանգիստ ու նույնիսկ խնդրում ենք, որ եթե նման հարցեր լինեն, կարող են մոտենալ ու դիմել, մենք կփորձենք մեր հնարավորությունների սահմաններով ինչով կարող ենք աջակցել։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ մեր Ars podcast-ին մասնակցության համար, ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք ձեր հավանության կոճակը կամ ոչ հավանության կոճակը կապ չունի, եթե հավանում եք անպայման չմոռանաք սեղմել։ Մեկնաբանություններում խնդրում եմ ձեզ սպայեք հայացի, ձեզ սպայեք հայի նման, առանց հայոյանքների, անկախ նրանից ով ինչ կուսակցության պատկանելություն ունի, մենք պետքա վերափոխվենք, մենք պետքա մեզանից սկսենք այդ վերափոխումը։ Ամեն դեպքում ես ձեր թույլտվությամբ կասեմ ազատություն բոլոր քաղբանդարգյալներին եւ Աստված առաջ թող Աստված փոխի թեկուս Մասիս Մայլյանների Մելքոնյանների սիրտը թող իրանք էլ դառնան արդեն ոնց որ ասած ոչ թե շտամպողները, այլ արտադատություն իրականացնողները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ շատ։